Լոս Անջելեսում գործող լարկ երաժշտական ընկերակցությունը նշում է հիմնադրման 35-ամյակը։ Տասնամյակներ շարունակ լարքը եղել է Միացյալ Նահանգների հայ համայնքի մշակութային կյանքի անկյունաքարերից մեկը։ Այստեղ կրթություն են ստացել հարյուրավոր երիտասարդներ, կազմակերպվել են համերգներ, օպերային ներկայացումներ, հրատարակվել են գիտական աշխատություններ։ Մեծ թեր կխաղա Սփյուռքի մեջ մանավանդ օդարապերուն եւ մեր եկած երկրներեն եւ մայր հայրենիքեն աստեղի հայերուն, որբեսի մենք պահենք մեր ինքնությունը, պահպանենք մեր լեզուն եւ դաստիարակենք մեր երեխաները։ Լարքը տարեդարձը նշում են նոր ձեռքբերումներով երկարամյա ջանքերի արդյունքում Գլենդելի սրտում բացվել ընկերակցության մշակույթի կենտրոնը։ Շատ կարևոր է, որ մեր հարատևման համար, ձուլման դեմ պայքարի համար պետք է մենք պահպանենք մեր մշակույթը, հատկապես փոխանցենք այն մեր նոր սերնդին։ Կենտրոնն ունի հարմարավետ եւ ժամանակակից համերգասրահ, պատկերասրահ, ինչպես նաեւ հայկական ձեռագրերի, հնատիպ գրքերի եւ արվեստի նմուշների եզակի հավաքածուներ։ Բացմանը ցուցադրվել են հայկական երկու պատմական գորգեր, որոնք հյուսել են ցեղասպանությունից փրկված որբերը որպես երախտագիտության եւ տոկունության խորհրդանիշ։ Կենտրոնի նպատակում է ամենակարևորը հաստատել հայ ինքնությունը, արմատները եւ սերը դեպի իրենց հայ մշակույթի եւ հայության մեջ։ Սրա մեջ շատ մեծ դեր կատարեց Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգը։ Կենտրոնի ստեղծումը հնարավոր է դարձել մի խումբ նվիրյալների աջակցությամբ, մասնավորապես Կալիֆոռնիայի նախկին օրենսդիր Ադրին Նազարյանի ջանքերով։ Անչափ ուրախ եմ պատմական այս իրադարձությանը ներկա լինելու եւ անմիջականորեն աջակցելու համար։ Ինձ համար մեծ հպարտություն է լինել այս կարևոր նախաձեռնության աջակիցը։ Իրադարձության խորհրդանիշն է դարձել արձանախումբը նվիրված Մեսրոպ Մաշտոցին, Սուրբ Գրիգոր Նարեկացուն եւ Կոմիտասին։ Այն յուրօրինակ հիշեցում է հայ հոգեվոր մշակույթի, լեզվի եւ երաժշտության միասնության մասին։ Վրիուր Մկրտչյան, Հակոբ Փափազյան, լուրեր։